1915 թվականին այդ աղետալի ցեղասպանությունից առաջ ինչ էր կատարվում հայկական միջավայրում։ Հայերը համագործակցում էին երիտուրքական կուսակցության եւ իշխանությունների հետ, մաս էին կազմում երիտուրքական հեղաշրջմանը եւ համարում էին, որ կա նպաստավոր պայմաններ խաղաղության հասնելու եւ խնդիրները լուծելու համար։ Երիտուրքական հեղաշրջումից հետո ընդհանուր միջև հայ քաղաքական առաջատար կուսակցությունները իրենց ծրագրերից նախ ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը եւ կատարեցին համապատասխան փոփոխությունները իրենց իսկ ծրագրերում եւ ընդհանրապես փոխեցին պայքարի մարտավարությունը ձեռք քաշելով ապստամբության գաղափարից։ Եվ բնականաբար դրա համար նախադրյալներ կար Թուրքիայի կողմից։ Սա մեր օրերի վերաբերյալ է։ Թուրքերը ազատ էին արձակում քաղբանտարկյալներին, 230 պատգամավորական տեղերից 10-ը հատկացնում էին հայերին, այսինքն քայլեր էին կատարում եւ ինչ եղավ հետո։ Այո, հայերը միամտորեն կամ շահադիտական նպատակներով հավատում էին իրողությանը։ Ընդամենը 1 տարի հետո մենք ստացանք Կիլիկիա հայության ջարդերը եւ արդեն 1915 թվականին զար տվեց հայոց ցեղասպանությանը։ Սա ուղիղ առնչվում է մեր իրականության հետ։ Ընդամենը 100 տարվա իրականությունը եւ իրողությունը պետք է ուղղակի մեր պատմությունից դասեր քաղենք եւ ճիշտ քաղաքականություն ընտրենք այսօր։